Փառքնժդեհին ընդհանուր առմամբ ուրվագծվում է իսկապես Հայաստանը կործանելու ռուս-թուրքական ծրագիրը ամբողջովին ուրվագծվում է արդեն, որովհետև երբ որ Արցախը հայաթափելուց հետո թշնամին զորավարժություններ է դեռ անում, այսինքն իբր իր խնդիրն արդեն լուծել էր, իր խնդիրն Արցախն էր եւ պետք է հանգստանար, բայց զորավարժություններ անում եւ նոր զենքեր է ձեռք բերում, իսկ դրան ի պատասխան հայաստանյան իշխանությունները նոր գվարդիաներ են բացում կաթողիկոսի կուսությունը ճշտելու համար, այսինքն լրիվ հակառակ բանն են անում, չէ՞։ Արդեն հասկանում ենք, որ թշնամին իր գործիքեսն արել արդեն մեր երկրում։ Իհարկե Նիկոլի իշխանության ձեռամբ իր գործիքը, ինչպես Էրդողանն ասում, իրենց հաջողության պատուհանը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ ես 3 թե առաջ օրվա իմ եթերում ասացի, եթե հանգարց աշխարհում մի նոր պատերազմական օջախ բացվի, որը աշխարհի գերտերությունների ուշադրությունը սևեռի իր վրա, այսինքն Հայաստանի վրայից ուշադրությունը դուրս գա, հավատացեք, որ թուրքերն ու ադրբեջանցիները առանց դիմադրության մտնելու են Հայաստան, որովհետև մենք զինված չենք 5-րդ սերնդի զենքով։ Թշնամին մինչև օրս դեռ զինվում է, իսկ Նիկոլն ասում է, մենք ոչ մեկից ոչինչ ուզելու չունենք, դրա համար մեր բանակել անգամ պետք չի, բայց երբ որ քո թշնամին է քեզանից ուզում, չի ասում, մեզ պաշտպանվել է պետք, պաշտպանվելու զենք էլ չունենք, անկեղծ ասած, չենք տեսել, չենք լսել, մենք պատերազմի ժամանակ տեսանք Ադրբեջանը ինչ զենքեր կիրառում, մենք ինչ զենքերից ենք օգտվում, այդ մի հակաօտային համակարգն էր, որ պետք է դրանց ԱԹՍ-ների դեմն առնել, ռուսների ձեռքին էր, եւ նա աշխատում էր ըստ Ալիևի կամքի։ Դե բնականաբար ռուսներն ու Պուտինն ու Ալիևը այս գործարքի մի կողմն են Էրդողանի հետ, Նիկոլն էլ իրենց հետ։ Դե սա արդեն բոլորին է պարզ։ Բայց հա, կաթողիկոսի դեմ գվարդիաներ բացել, սա հենց այդ ծրագրի Հայաստանը կործանելու, մեր ինքնությունը, մեր արժե համակարգը մեր ձեռքից խլելու կամ խոցելի դարձնելու գործընթաց է։ Սա ուղղակի այսպես ապտակ չէր Գարեգին II-ին իբր քաղաքականությամբ է ուզում եկեղեցին զբաղվի, ոչ։ Եթե անգամ Գարեգին II-ը ներողություն էր խնդրել, այս գործընթացը շարունակվել էր, որովհետև դա ծրագրավորված է եւ Նիկոլի Սեղանին արդեն դրված է հաջորդ քայլը, որն է լինելու։ Եվ սպասեք ավելի լկտի վարքագծի։ Էլի եմ ասում, եթե կա Նիկոլ Փաշինյան մեր երկրում, դա նշանակում է, որ մենք ունենք դանակ մեր ձեռքին, որով մենք մեզ ինքներս մեզ խոցում ենք, խառակիրի ենք անում, ճապոներեն ասած։ Եվ բացել նորանոր գվարդիաներ այդ խառակիրին ավելի էֆեկտիվ դարձնելու համար, նշանակում է այդ գվարդիաները մի նոր ձեռքեր են ավելացնելու մեր մարմնի վրա, որոնք սեփական մարմինը խոցելու համար է լինելու։ Ես միշտ ասել եմ, ծառայել Նիկոլին, ուզում եմ լինել ամենաբարձրաստիճան գեներալը կամ չգիտեմ ես ով, եթե դու ծառայում ես Նիկոլին, ուրեմն դու թշնամի ես, դու դավաճան ես։ Այդ ամեն մի բացված գվարդիան, որը պետք է շատ լկտի վարքագծով մտնի եկեղեցի եւ վայնասուն բարձրացնի, այսինքն փլուզի եկեղեցիական այդ անդուր, այդ դասավորված կյանքը եւ կգտնվեն ժողովրդի մեջ լկտիներ, որոնք կհասկանան, որ ուղղակի դա արշավ է Գարեգին II-ի դեմ, որոնք ատում են այդ մարդուն, հետո կտեսնեն, որ իրենք մերկացվել են, Գարեգին II-ով մերկացնելով նաև մերկացել է իրենց հոգին, իրենց արժե համակարգը։ Կաջակցեն Նիկոլին, այդպիսի մարդիկ էլ կլինեն, որոնք չեն գիտակցի, եթե թշնամին զինվում է, իսկ դու հակառակ գվարդիա ես բացում քո արժեքները թուլացնելու, ուրեմն դու թշնամու առաջ հետույքդ բացում ես, ուղղակի։ Ես ուզում եմ իմ խոսքի երկրորդ մասում անդրադառնալ մի այսպիսի խոսույթի, նամանավանդ նաև մեր ազգային ժողովրդական բևեռի մեր խորհրդի անդամներից եմ լսում, իհարկե միայնակ այս եռագլուխ հրեշների ձեռքից Նիկոլն էլ հետները պոչ, այսինքն Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, Նիկոլն էլ իրենց պոչն է, այս դեմ պայքարելը մենակ իսկապես շատ դժվար կլինի,
ազգային ժողովրդական բևեռի համար եւ մենք միշտ ուզում ենք համագործակցել անգամ այնպիսի ուժերի հետ, որոնք միշտ դավաճանել են, ճշտամական են եղել, ծառայել են օտարին, փորձել ենք դրանց ուշքի բերել, ասել սթափվեք, ազգը պետությունը կործանվում է, համագործակցենք, փրկենք, բայց ես այսպեսի մի եզրահանգում ունեմ, օրինակ հենց այդ նույն նախկինների հետ կապված, երբ որ Արցախյան պատերազմը տեղի ունեցավ եւ երբ որ Արցախը դարձել էին Ղարաբաղ եւ այն մնացած շրջանները սարքել էին գրավյալ, ինչպես նախկիններն էին շեշտում կամ Սերժ Սարգսյանն էր ասում, ասենք եթե Պուտինը այդ հատվածը տվեց, ասենք Ալիևին իրենց համաձայնությամբ նաեւ լուր եւ Արցախը պետք է պահեր իբր եւ հետո տեսնեին ինչ կլինի, էլի, անգամ ռուս խաղապահները պետք է Ղարաբաղը ավելի շուտ, այդ փոքրիկ կտորը գոնե պետք է հայերով բնակեցված մնար, եթե ես այսպես եմ հասկանում դաշնակներին կամ հանրապետականին կամ Բարգավաճին, որ իրենք հանցավոր համաձայնության գալով ռուսական այս ծրագրին, որ այն տանք, այս պահենք, տեսնենք գլուխներս ինչ է գալի, բայց Արցախը հայաթափվեց, ամբողջ Արցախը թե հանրապետականը, թե դաշնակցությունը, թե Բարգավաճը, թե դրա իրենց բոլոր այդ մարդ կուսակցությունները, որոնք իրենց խմբակցությունների մեջ պատգամավոր էին, ամեն կուսակցությունից մի հոգի կար, չէ, այսպես հանրապետական այսպեսի մարդիկ էլ չէ, Գեղամյան կար, չգիտեմ ես ինչ կար, դեմոկրատական կուսակցություն կար, վերջը ովքեր կային։ Այս բոլորը շատ լուրջ տարան նաև Արցախի հայաթափումը։ Հիմա եթե նրանք Պուտինի հետ ունեին պայմանություն, որ այնքանը տան Ադրբեջանին, այսքանը գոնե պահեն, էլի հանցավոր պայմանություն է, բայց այդ պայմանությունն էլ է խախտվել։ Եթե չի խախտվել այդ պայմանությունը, այսինքն Արցախը հայաթափելուց հետո դաշնակցությունը կամ հանրապետական նորից մնացել է Պուտինի երկրպագուն, ուրեմն ասել է, թե իրենք լավ էլ գիտեին, որ պետք է ամբողջ Արցախը հայաթափվի։ Ուրեմն ասել է, թե իրենք շատ լավ գիտեն, թե հələ դեռ մեզ ինչ է սպասվում եւ իրենք նորից շարունակում են լինել Պուտինահպատակ։ Օրինակ Արցախի հայաթափումից հետո, եթե իրենք իսկապես այնքանին պատրաստ էին զիջելու, այսօր իրենք արդեն պետք է խոսեն հակապուտին կամ հակառուսական դիրքերից պետք է հանդես գային, բայց իրենք դա չեն անում։ Ուրեմն կարելի է ենթադրել, որ իրենք շատ լավ գիտեն, որ Արցախն էլ պետք է հայաթափվի եւ միգուցե իրենք շատ լավ գիտեն, որ դեռ Հայաստանն էլ Հայաստանի մնացած, սա Հայաստան չէ, այն ինչ որ կա, դա Հայաստան չէ, դա Հայաստանի 1/10 մասն է, մնացած Հայաստանի հետ էլ ինչ-որ բան պետք է տեղի ունենա, որին իրենք լուր համաձայն են։ Եթե իրենք համաձայն չլինեին, արդեն Արցախը հայաթափելուց հետո պետք է բոյկոտած, անգամ թքած լինեին Պուտինի հետ իրենց բոլոր պայմանավորությունների, անգամ պետք է բարձրաձայնեին իրենց սխալները, որ ժամանակին ընդունել են Պուտինի այդ առաջարկները եւ լուր համաձայնվել, բայց չեն անում։ Եվ հույս դնել, որ սրանք մի օր կսթափվեն, իրենց թափ կդան եւ սրանք մեծ սիրով սկսեցին կաթողիկոսի հետ մտնել բանի այդ Փաշազադեի խաղի մեջ։ Հասկանում եք, Փաշազադեն, այսինքն Ալիևը չէ, Փաշազադեն Նիկոլի հետ սկսեց եկեղեցու դեմ արշավ, սրանք էլ մտան ոգևորեցին, այդ աղմուկը մեծացրեցին եւ մեր կեղտոտ լվացքը փռեցին ամբողջ աշխարհի առաջ։ Հասկանալի է, եթե ուզում ես քո հոգևոր, քո ներսը առողջացնես մաքրես, դա պետք է դու ծածուկ անես։ Եթե դու իսկապես մտահոգ ես եկեղեցու այսօրվա կարգավիճակի մասին, դա պետք է անել ծածուկ, աշխարհից թաքուն, որից մեկը քո արժե համակարգի այդ կեղտոտ մասը չտեսներ, առողջացներ, բայց եթե դու այդ կեղտոտ լվացքը փռվես աշխարհի առաջ, նշանակում է դու ուզում ես խոցել, խայդարակ անել, ոչնչացնել։ Ուսի ես հույս չունեմ ոչ հանրապետականների, ոչ Սերժիկի, ոչ Ռոբերտի, ոչ Դաշնակի, ոչ Բարգավաճի, նրանք բոլոր դեպքերում դեռ չեն քննադատել եւ չեն թքել Պուտինի երեսին։ Բեռը մնալու է մեր ուսերին։ Ես այսպես եմ հասկանում։ Եվ սիրելի հանրություն, հնարավոր ամեն ինչով աջակցի բևեռին։ Բեռը մեր ուսերին է մնացել։ Մնալու է ազգային ժողովրդական բևեռի ուսերին։ Հնարավոր ամեն ինչով, նյութական, ֆինանսական, բարոյական, մարդկային, ամեն ռեսուրսով պետք է աջակցեք, թե չէ իսկապես կկորցնենք։ Մնաք խաղաղություն։